Սիրելի իմ ընկերներ, այսօր մենք պատրաստելու ենք նարինջով հյութ, ընդ որում ուղղակի բոլորը գիտեք, որ նարինջը ինքը վիտամին C-ի հզոր քանակություն է, այն շատ առողջարար է եւ մաշկի առանցքականության համար, եւ սիրտանոթային համակարգի համար, եւ ճնշումը կարգավորելու, եւ նաեւ դիմադրողականությունն է լավացնում, եթե կա խնդիր վիրուսային հիվանդությունների, վիտամին C-ն ոչնչացնում է հակավիրուսային, հակամիկրոբային եւ դուք նաեւ չեք հիվանդանում։ Ինչ պետք է անել։ Վերցնում ենք նարինջը, կտաշտում ենք, ընդ որում կտաշտելուց հետո, տեսեք, պետք է թողել այդ սպիտակ գեհերի մասը, որովհետեւ այն առողջարար է նաեւ մեր օրգանիզմի համար, որովհետեւ հեռացնում է օրգանիզմից վատը, որը բերում է ստամոքսում, այսինքն այն բջջանյութ է, որը չի մաշկում աղեստամոքսային ծածկի կողմից, մեր է ծծում շվինգի նման վատը աղեստամոքսային ծածկի, որը ոչ վիտամին չի վնասակար է օրգանիզմին եւ հեռացնում է ներծծելով հեռացնում է օրգանիզմից։ Այն խթանում է աղիների աշխատանքը, պերիստատիկան լավացնելով կծկումները, չի թողնում, որ փորկապություն առաջանա, վիտամինների հզոր քանակություն, որներ է ծծվում մեր արյան մեջ, իսկ եթե մեր արյան մեջ որակով վիտամիններ եւ միկրոէլեմենտներ կան, ապա այդ նշանակում է, որ այդ որակով հասցնում է մեր գլխին, ոտքերին, բոլոր տեղերը եւ անգամ չի կարող առաջանալ խոլեստերին կամ աթերոսկլերոզ։ Դրա համար պետք է օգտագործենք բնականը, մեր ձեռքով պատրաստվածը, որովհետեւ տեսակ հենց այս պահին, տեսեք ինչքան հրաշք է, ինչքան ընտիր, ընդհանրապես մեկ նարինջով մենք կարողացանք ստեղծել մեր համար վիտամին հրաշք, բնական եւ շատ առողջարար, քան մենք քամում ենք հենց մաքուր նարինջը, որովհետեւ երբ մաքուր նարինջը քամում ենք, այնտեղ եւ շաքարն է շատ լինում, ճիշտ է, վիտամինները շատ են լինում, բայց այնտեղ չի լինում բջջանյութ, բնական, որը շատ անհրաժեշտ է օրգանիզմին։ Իսկ այս կեղևը ինչ ենք անում։ Կեղևը չորացնում ենք, չորացնելուց հետո պահում ենք պահոցում, եթե պատրաստում ենք թեյ, կանաչ թեյ, սև թեյ կամ դաղձով թեյ, ինչ թեյ ուզում եք պատրաստեք։ Ընդհանրապես մեկ կտոր նախապես գցում ենք այդ տաք եղման մեջ, որտեղ պետք է թարմվի մեր թեյը եւ այն նույնպես հրաշալի միկրոէլեմենտներ, վիտամիններ, կեղևի մեջ ավելի շատ է պարունակում եւ կամ կարող եք այդպես աղալ, եթե չորացնում եք աղալ եւ ճաշերի մեջ լցնել կամ լցնել աղցանների մեջ, դա արդեն կամ թխվածքների, դա կախված է ձեր ինչպես կպատկերացնեք, այնպես որ ինձ շատ սիրելի ժողովուրդ, եթե օգտագործում եք միրգ եւ լինում է փքվածություն, խնդիրներ ստամոքսում, ապա այդ նշանակում է, որ խնդիր ունեք կամ պետք է հետազոտեք բժշկի մոտ այցելելով, տաք անալիզ հելիկոբակտերի եւ բորբոքումների, եթե խնդիր կա, ապա շատ հրաշալի բուժվում է, որովհետեւ եթե հելիկոբակտեր կամ ասենք լորձաթաղանթի բորբոքում լինի, մնալով այն կարող է վերածվել շատ ավելի լուրջ խնդիրների, իրոք լուրջ խնդիրների, դրա համար իմ շատ սիրելի ժողովուրդ, այցելում եք անվճար խորհրդատվությամբ գաստրոենտերոլոգի մոտ եւ ստանում ձեզ հարմար բուժում։ Սիրում եմ ձեզ։